Բարի օր, այսօր կխոսենք աչքի վտանգավոր հիվանդություններից գլաուկոմայի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք ակնաբույժ Ալինա Ներսեսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Անիջան։ Բժշկուհի, ինչ հիվանդություն է գլաուկոման։ Գլաուկոման դա բավականին լուրջ եւ վտանգավոր հիվանդություն է, որը բերում է անվերադարձ տեսողության կորստի։ Ինչից է դա առաջանում, քանի որ տուժում է տեսողական նյարդը եւ մահացած նյարդաթելերը հնարավոր չի լինում վերականգնել։ Դա է պատճառը, որ գլաուկոմայից կորցրած տեսողությունը բուժառուները որպես կանոն չեն կարողանում վերականգնել։ Եվ գլաուկոմայի բուժումը ցավոք սրտից դա պահպանել այն, ինչ ունի բուժառուն։ Այսինքն այն տեսողությունը, որ այդ պահին նա ունի։ Այն առաջանում է որևէ հիվանդության հետևանքով, թե հանկարծակի։ Բավականին լավ հարց տվեցիք, Անիջան, շատ կարևոր է քննարկել այդ հարցը, թե ինչից է առաջանում գլաուկոման։ Գլաուկոմայի առաջանում է առաջի ռիսկի գործոններից մեկը դա ժառանգական ֆակտորն է։ Այսինքն ինչ է դա իրանից ներկայացնում, եթե ծնողը ունի գլաուկոմա, ուրեմն երեխաները պարտադիր պետք է անցնեն սկրինինգային հետազոտություն։ Որպես կանոն մոտ 80% դեպքերում երեխաներն էլ ունենում են ժառանգական գլաուկոմա։ Երկրորդ ռիսկի գործոնը դա 40 տարեկից բարձր բնակիչներն են, որը պարտադիր պետք է պրոֆստոգումները անցնեն։ Գլաուկոման նաև կարող է առաջանալ այլ աչքի հիվանդություններից, որը որ մենք անվանում ենք երկրորդային գլաուկոմա։ Ընդհանուր առմամբ գլաուկոմայի հիմնական ռիսկի գործոնները դրանք են համարվում։ Եվ իհարկե կարևոր է չմոռանանք, որ հանդիպում ենք բնածին գլաուկոմայի հետ կապված, որը արդեն կախված է էմբրիոնի զարգացման ընթացքի հետ։ Գլաուկոման ունի տեսակներ։ Իհարկե գլաուկոման ունի տեսակներ, ունի առաջնային գլաուկոմա, երկրորդային գլաուկոմա, բացանկյուն, փականկյուն գլաուկոմա։ Դա շատ կարևոր է մեկը մյուսից տարանջատել, քանի որ բուժումը բավականին տարբեր է լինում միմյանցից։ Ինչի համար եմ ասում դա, մեր բնակիչները բավականին հաճախ են սիրում միմյանց հետ քննարկել բուժումը, հատկապես եթե հանդիպում ա որևիցե իրենց ծանոթ, բարեկամ, հարևան, որ ունի գլաուկոմա եւ սկսում են համեմատել մեկը մյուսի բուժման հետ։ Իհարկե, եթե մենք հաշվի առնենք երկրորդային գլաուկոման, որը կարող է առաջանալ տարբեր բորբոքային հիվանդությունների հետ կապված, ոսմյակի որոշ հիվանդությունների ժամանակ, անոթային հիվանդությունների ժամանակ է լավ, հատկապես շաքարային դիաբետով հիվանդների մոտ է դա լինում, այդ հիվանդների բուժումը տարբերվում է առաջնային գլաուկոմաներից եւ շատ հաճախ բուժառուները ընկնում են թյուրիմացության մեջ, իրենց թվում է թե կամ իրենց բժիշկն է սխալ բուժում իրենց նշանակի կամ իրենց ում հետ նրանք զրուցում են նրանց հետ եւ փորձում են մեկը մյուսի հետ զրուցել եւ մեկը մյուսի բուժումը փոխել եւ շատ կարեւոր է որ բուժառուն հստակ հասկանա որ առանց բժշկի նշանակման ոչ իրեն ոչ հարևանի եւ ծանոթի բուժումը փոխել չի կարելի։ Ամենատարածվածը բաց անկյան գլաուկոման է, ինչու։ Չի կարելի ասել, որ ամենատարածվածը բաց անկյան գլաուկոման է, բայց բավականին տարածված է գլաուկոման, եւ բաց անկյուն, եւ փակ անկյուն գլաուկոման, եւ երկրորդային գլաուկոման բավականին տարածված է։ Դրական լուրը մեզ համար այն է, որ բնակիչները բավականին տեղեկացված են այդ հիվանդության մասին եւ դիմելությունը բավականին բարձր է։ Բավականին վաղաժամ ստադիային են նրանք դիմում ակնաբուժի։ Շատերը նույնիսկ եթե տան անդամներից որևիցե մեկը ունեցել է երբևիցե գալիս են պրոֆստուգման եւ հարցնում են խնդրում ենք ստուգեք մեզ եւ ասեք ինչ հաճախականությամբ պետք է մոտենամ եւ ինչ հետազոտություններ պետք է արվի, առհասարակ ինչ գանգատներ պետք է լինի, որ ես զգոն լինեմ, որ չկորցնեմ տեսողությունս։ Թվարկված տեսակների դեպքում ախտանշանները տարբեր են, թե միանման։ Որպես կանոն կարելի է համարել, թե ախտանշանները նույնն են։ Դա տեսողության վատացում, գլխացավ, շատ դեպքերում նրանք կարող են նկատել ծիածանի երանգները, աչքի ցավ, կամ բուժառուներ, որոնք որ գանգատվում են, ասում են տեսողությունս վատացել է, բայց երբ տան անդամների հետ դուրս են գալիս փողոցում քայլելուց, ինձ ասում են, որ ես իրենցից լավ եմ տեսնում։ Դա նրա պատճառն է, որ բուժառուի մոտ նկատում է տեսադաշտի նեղացում, այսինքն տեսողության որակն է ընկել։ Կարող է նա ունենալ 100% տեսողություն, բայց տեսադաշտը նեղացած լինի։ Միայն երկրորդային գլաուկոմայի դեպքում է լինում, որ տեսողությունը կտրուկ կարող է նվազել, այսինքն մի փոքր այլ է լինում եւ կտրուկ ներակնային ճնշման բարձրացում նկատվի։ Մենք նշեցինք բաց անկյուն, փակ անկյուն, եւ շատերը կհարցնեն, թե դրանք ինչ են։
Դրանք աչքի կառուցվածքի հետ կապված են, երբ մենք կատարում ենք համապատասխան հետազոտությունները եւ ուզում ենք հասկանանք բուժառուի մոտ ներակնային հեղուկի քանակն է բավականին շատ եւ չի հասցնում նա ամբողջ այդ ցիրկուլյացիան անի, թե պարզապես առաջնային անկյունն է փակ կամ նեղացած եւ անհրաժեշտ է բացել այդ անկյունը, որը կարող է արվել թե լազերային միջամտությամբ, թե վիրահատական միջամտությամբ։ Տարբերությունը դրանում է կայանում։ Կարճատեսությունը կամ հեռատեսությունը կարող են հետագայում գլաուկոմա առաջացնել։ Որպես կանոն չի կարող կարճատեսությունը կամ հեռատեսությունը առաջացնել, բայց իրենք մտնում են ռիսկի խմբի մեջ։ Ինչին պետք է մեծահասակները ուշադրություն դարձնեն, որ ախտանշաններին։ Մեծահասակները պետք է նախ մեծահասակները շատ դեպքերում կարող են ունենալ տեսողության անկում եւ որպես կանոն իրանց թվա թե դա իրանց մոտ կատարակտան է։ Այդ իսկ պատճառով ես հորդորում եմ բոլոր մեր բնակիչներին, որ ժամանակին անցնեն բոլոր այն պրոֆստուգումը, որը որ կատարվում է իրենց կցված տեղամասային պոլիկլինիկայում։ Շատ կարևոր է, որպեսզի իրանք ուշադրություն դարձնեն իրենց տեսողության նվազման, գլխացավ ունեն, թե ոչ շատ դեպքերում բնակիչները ունենում են գլխացավ եւ իրենք մտածում են, թե պետք է պարտադիր դիմեն նյարդաբանին։ Շատ դեպքերում իրենք նյարդաբանին չեն դիմում, ինքնուրույն են բուժում նշանակում։ Դեղը խմեցին, իրենց թվաց թե անցավ, սակայն այդ դեղեր խմելուց բացի, եթե իրանք ունենում են բարձր զարկերակային ճնշում, բնական է միզամուղ դեղորայք են օգտագործում եւ այդ միզամուղ դեղորայքը օգտագործելուց կարա իջնի ներակնային ճնշումը, այսինքն գլխացավ ունեն, իրանք իրաց միզամուղը խմում են, աչքի ճնշումն է դրա հետևանքով իջնում է, մի օր, երկու օր ցավը նվազում է, իրանք դա վերագրում են պարզապես միգուցե ճնշումը սեր չափ է, որտեղ շատերը նույնիսկ իրենց արյան ճնշումը չեն կարողանում չափել։ Այսինքն արյան բարձր կամ ցածր ճնշումը եւ հատկապես գլխացավերի դեպքում միգրենային գլխացավերը վտանգավոր են։ Միգրենային գլխացավերը ոչ թե վտանգավոր են, ես ուզում եմ ասեմ, կարող է բարձր ներակնային ճնշումը առաջացնի գլխացավ եւ այստեղ բուժառուն շփոթում է։ Դա զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով է։ Շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ դա կարող է լինի բարձր ներակնային ճնշումից ցավը։ Ինչն է հանգեցնում ներակնային ճնշման բարձրացմանը։ Ներակնային բարձր ճնշման հանգեցնում է, նորից եմ ասում, աչքի կառուցվածքը, եթե այնտեղ իրանց մոտ գնում է նեղանկյուն գլաուկոմա, կարող է լինել այլ աչքի հիվանդություններից, որը գնում է բորբոքային կամ այլ խնդիրներ էլ առաջանում եւ բերում է ներակնային բարձր ճնշման։ Ինչպես մարդը հասկանա, որ ունի ներակնային բարձր ճնշում։ Նա պետք է պարտադիր, երբ ունի մտավախություն դրա մասին, դիմի ակնաբուժի եւ պարտադիր չափվի ներակնային ճնշումը։ Որտեղ շատ դեպքերում, երբ ներակնային ճնշումը նույնիսկ նախ մենք խոսեցինք գլաուկոմայից, որը առաջնային, երկրորդային, բացանկյուն եւ փականկյուն, պարտադիր չի, որ գլաուկոմայի ժամանակ լինի ճնշումը բարձր շատ։ Մենք ունենում ենք գլաուկոմա ցածր ներակնային ճնշումով, կարող է ներակնային ճնշումը լինի օրինակ 25-26, դա արդեն բարձր է տվյալ բուժառուի համար, նա ոչ մի գանգատ չունենա, այսինքն գլաուկոման դանդաղ իր գործը անում է, դանդաղ բերում է նրան, որ մահանում է տեսողական նյարդը։ Եվ այն այսքան վերականգնել հնարավոր չէ։ Ոչ, մահացած նյարդաթելերը որպես կանոն հնարավոր չի վերականգնել։ Եվ շատ կարևոր է այստեղ բնակիչների հետ աշխատանքը, բնակիչների հետ զրուցելը։ Եթե այլ հիվանդության ժամանակ կատարակտա լինի կամ չգիտեմ այլ հիվանդությունների ժամանակ բնակիչներին բացատրում ես, որ դա վիրահատական մեթոդ է, կվիրահատվես, հետո կանցնի գլաուկոմա հիվանդների ժամանակ պետք է ավելի երկարատև աշխատանք վարել, որովհետև ես չեմ հանդիպել այս դեպք, երբ բուժառուն ունի շաքարային դիաբետ եւ ինքը հարց տա, ինչի ես պետք է միշտ ինսուլինը կամ այլ դեղորայքը որ ստանամ, պետք է դա օգտագործեմ, բայց չգիտես ինչի գլաուկոմա հիվանդները բավականին հաճախ են այդ հարցը տալիս։ Ասում են, իսկ ինչու պետք է ես դա անընդհատ կաթացնեմ։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի բուժառուները իրազեկ լինեն, որ գլաուկոմայի դեպքում նրանք պարտադիր ցմահ պետք է օգտագործեն այդ դեղորայքը եւ գտնվեն դիսպանսեր հսկողության տակ։ Գալիս է մի ժամանակ, երբ այդ դեղորայքը իրենց նույնիսկ չեն հոգնում եւ բուժառուին առաջարկում է այլ մեթոդ, դա կարող է լինի վիրահատական մեթոդ կամ լազերային միջամտություն։ Սկզբում նշեցիք, որ լինում է նաեւ բնածին, ինչպես հասկանան, որ երեխայի մոտ կա այդ խնդիրը։ Երեխայի մոտ խնդիրը հասկանալը դա սովորաբար, եթե դա բնածին է լինում, դա նույնիսկ ծննդատնից կարող են ստուգման ժամանակ դա անել երեխայի աչքերի կառուցվածքից։ Հաճախ նշում են, որ եթե երեխան աչքերը հաճախակի է թարթում կամ լացում է առանց արցունքի, դա եւս ախտանշան է։
Ոչ, դա գլաուկոմայի ախտանշան չի կարելի համարել։ Այսինքն մեծահասակների եւ երեխաների դեպքում նույն ախտանշաններն են։ Նույն ախտանշաններն են, բայց բնականաբար երեխաները չեն կարող ասել, չէ՞ որ գլխացավ ունեն։ Երեխաների աչքերի կառուցվածքը մի փոքր ավելի մեծացած է լինում, ծիածանաթաղանթը մի փոքր արտահայտված ավելի մեծացած է լինում, դրա համար ծնողները սովորաբար նշում են այդ գանգատը։ Իհարկե երեխան կարող է անընդհատ հանգիստ լինել, լացել, բայց չէ՞ որ նա փոքր երեխա է եւ նա չի կարող բացատրել, որ ինքը ունի աչքի ցավ կամ գլխացավ։ Բուժման եղանակները որոնք են։ Բուժման եղանակները սովորաբար դա կոնսերվատիվ բուժումն է, լազերային միջամտությունն է եւ վիրահատական միջամտությունն է։ Բնականաբար կխոսենք սկզբից կոնսերվատիվ բուժումից, երբ բուժառուին նշանակում են հիպոտենսիվ պրեպարատներ, նորից կանդրադառնամ երկրորդային գլաուկոմային, որը որ առաջանում է այլ հիվանդությունից, այդ դեպքում միայն ոչ թե հիպոտենսիվ դեղորայք պետք է բուժառուն օգտագործի, այլ նաև բուժում է պատճառը, եթե դա շաքարային դիաբետով հիվանդ է, ցանցաթաղանթի բուժումների հիման վրա է դա լինում, եթե դա ուվեիտով հիվանդ է, ուվեիտով բուժումն է լինում եւ բնական այնտեղ բուժումը տարբերվում է իրարից։ Բավականին հաճախ եմ հանդիպում դեպքեր, երբ բուժառուները գալիս են իմ մոտ, իհարկե ես չեմ բացառում այն հանգամանքը, որ իմ բուժառուներն ուրիշ տեղ են գնում ինձանից բողոքում, որ բժիշկը անընդհատ կանչում է, ճնշում է չափում, դեղը ավելացնում է, այո, լինում է այդպես, երբ նշանակում ենք մի խմբի պրեպարատներ եւ ճնշումը բավականաչափ իջած չի լինում եւ պետք է լինում ավելացնել եւս երկրորդ խմբի պրեպարատը։ Նաև բավականին հաճախ է տալիս հարց, իսկ որն է նորմալ ճնշումը ներակնային եւ նորից եմ դժգոհություն բավականին շատ լսում, երբ ասում են իմ ծանոթի ճնշումը 27-28 էր, իջել է 20 եւ համարվում է նորմալ, իսկ իմը 20-ը բժիշկը համարում է, որ էլի պետք է իջացնի։ Հարգելիներս կան համապատասխան հետազոտություններ, որը որ գլաուկոմայով, նախ գլաուկոմայով յուրաքանչյուր բուժառու պետք է հասկանա ինչ հետազոտություններ նա պետք է անցնի եւ դա ինչի համար է արվում։ Բարեբախտաբար 2026 թվականից Հայաստանի Հանրապետությունում արդեն գործում է համընդհանուր ապահովագրությունը եւ բուժառուները կարողանում են անվճար այդ բոլոր հետազոտությունները անցնեն եւ յուրաքանչյուր գլաուկոմա հիվանդ պետք է գիտակցի, որ իր հետազոտության մեջ են մտնում դա տեսողության ստուգումը, տեսողության սրությունության ստուգումը, դա ներակնային ճնշման չափումը եւ ներակնային ճնշում չափելը որոշում է ոչ թե բուժառուն, այլ բժիշկը պետք է որոշի ինչ հաճախականությամբ չափվի բուժառուի ներակնային ճնշումը։ Տեսողական նյարդի ստուգումը, որտեղ շատ դեպքերում կարող է տեսողությունը պահպանվել նույնը, ներակնային ճնշումը լինել նույնը, որը որ եղել է օրինակ 1 կամ 2 ամիս առաջ, բայց տեսողական նյարդը շարունակում է դեռ տուժել, շարունակում է, այսինքն դեռ մահանալ։ Անհրաժեշտ է ստուգել տեսադաշտ, տեսնել տեսադաշտը նեղանում է, թե չի նեղանում։ Անհրաժեշտ է կատարել պախիմետրիա, որն է այդ այն հետազոտությունն է, որը որ ստուգում է եղջաթաղանթի հաստությունը։ Այսինքն դա այն է, որ կարող է տվյալ բուժառուի համար նորմալ ներակնային ճնշումը լինի ոչ թե 20-ը, այլ 16-ը։ Դա է պատճառը, երբ բուժառուները դժգոհում են, դե 20-ը համարում են լավ ճնշում, ինքը լսել է հարևաններից եւ ծանոթից, ինչի են փորձում իրանը ավելի իջացնել։ Եվ օպտիկա-կոհերենտ տոմոգրաֆիան դա օկատենա, որը որ օբյեկտիվորեն ցույց է տալիս, ինչ վիճակում են նյարդաթելերը։ Դա շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր բուժառու դա գիտակցի։ Եվ նորից եմ կրկնում, բարեբախտաբար 26 թվականից Հայաստանի Հանրապետության բավականին մեծ տոկոս բնակչությամբ ընդգրկված է համընդհանուր ապահովագրության մեջ եւ նրանք կարողանում են այդ հետազոտությունները անվճար կազմակերպել։ Դա շատ կարևոր է։ Գլաուկոմային բնորոշ է մշուշոտ տեսողությունը։ Այո։ Սա չեն շփոթի չոր աչքի համախտանիշի հետ։ Որպես կանոն լինում է դեպքեր, երբ տագնապային վիճակում իրենք գալիս են, ասում են մի ձևի տեսողությունս մշուշոտել է, կարող է իմ մոտ գլաուկոմա է առաջանում, բայց գլաուկոմայի դեպքում երբ լինում է մշուշոտ տեսողություն, նաև նկատվում է տեսողության նվազում։ Իսկ չոր աչքի համախտանիշի ժամանակ բուժառուն, երբ հատկապես առավոտյան արթնանում է, այդ մշուշոտ տեսողությունը չի կարող նկատել։ Այսինքն գլխավոր ախտանշանը ո՞րն է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Գլխավոր ախտանիշը դա մշուշոտ տեսողության նվազում, մշուշոտ տեսողություն, գլխացավ, ցավ աչքերի շրջանում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ Անջան։ Մենք զրուցում էինք ակնաբույժ Ալինա Ներսեսյանի հետ։